Զանգերի կենտրոնի հիմնումը խոսում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիակ կենտրոն օրակարգի հետևողական ձևավորման մասին։ Կենտրոնում սպասարկումն իրականացվում է մի քանի լեզուներով, անգամ Արցախի բարբառով։ Դիանա Հովանիսյանը, ով նույնպես Հայաստան է եկել Արցախից, արդեն 1 ամիս է աշխատում է նոր բացված կենտրոնում, սպասարկում հատուկ բռնի տեղահանված անձանց համար առանձնացված գիծը և օգնում հայրենակիցներին։ Զանգերը օրվա կտրվածքով բավականին շատ են լինում, ընդհանուր օրվա մեջ մոտ 500-600 զանգ լինում է եւ արցախցիներն էլ այդ թվում բավականին զանգում են եւ տարբեր հարցադրումներով սպասում սպառիչ պատասխանների։ Կոնկրետ ավելի շատ այս պահի դրությամբ կապված հետագա արցախցիների ծրագրերի հետ զուտ ավելի շատ քաղաքացիություն ձեռք բերելու հարցադրումներ են անում։ Իսկ ինչու է կարևոր զանգերի կենտրոնի հիմնումը, քանի որ երկար տարիներ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քաղաքացիներին սպասարկել է թեժ գիծ ֆորմատով, առանց հետադարձ կապի հնարավորության։ Ըստ ծառայության պետ Նելի Դավթյանի, դա է եղել պատճառը, որ անհասկանալի է եղել, թե որքան է ռեալ պահանջարկը։ Ներդրումից հետո սպասվում են նոր փոփոխություններ ծրագրային առումով։ Այո, մենք ինքնապատասխանիչի ձևաչափով եւ նաեւ այս պահին մշակում ենք ինքնապատասխանիչ մենյու, այսինքն մարդիկ կարողանան լսել իրենց կողմից հաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխանները առանց օպերատորին միանալու եւ ինքնապատասխանիչի ձևով բաշխում ենք զանգերը ըստ թեմաների, որպեսզի ավելի նեղ մասնագիտացված հեռախոսավարներ կարողանանք պատրաստել եւ առավել սպառիչ պատասխաններ հնչեցնել։ Օտարերկրացիների գծով ունենք առանձին մասնագիտացված ստորաբաժանում քաղաքացիության հարցերով, անձնագրային հարցերով եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձանց հարցերով։ Կարևոր եմ համարում այս նախաձեռնությունը, ուրախ եմ արձանագրելու նաեւ, որ հենց այս մասով զանգին պատասխանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ եւ երբեմն այս բարբառային հաղորդակցությունը առավել վստահություն է հաղորդում շփմանը։ Ասելով զանգերի կենտրոն, պատկերացնում ենք ահռելի տարածք, որտեղ կան բավականին շատ աշխատակիցներ, բայց իրականությունն այլ է։ Կենտրոնը փոքր է, քիչ, բայց պրոֆեսիոնալ սպասարկող թիմով, նշեց Նելի Դավթյանը, հավելելով, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն գրեթե ամեն օրվա վերջում բաց թողնված զանգերի ցուցանիշը լինում է 0։ Նարինե Բարսեղյանի խոսքով, սպասարկման որակի գնահատման մի շարք գործիքներ բարելավվել են Եվրոպական խորհրդի աջակցության միջոցով։ Զանգեզոր համակարգի ներդրումով մենք կարողանում ենք ապահովել զանգերի անհամեմատ մեծ թողունակություն, իրականացում է զանգերի բաշխում, որակի վերահսկողություն, կատարում է գաղտնալսում, ինչպես նաև իրականացվում է մոնիթորինգ։ Բաժինը զանգերի կենտրոնի ներդրմամբ, Զանգեզոր համակարգի ներդրմամբ բաժինը ներդրվեց ավելի պրոֆեսիոնալ հիմքերի վրա եւ բաժինը մարդը կարիքի մեջ բարեգործական կազմակերպության կողմից բազմաթիվ անգամներ մասնակցել է վերապատրաստման դասընթացների։ Կենտրոնի բացմանը ներկա էր նաև Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենության բաժնի ղեկավար Շնուց Դյուրը, ով կարևորեց կենտրոնի բացումը արցախցիներին արագ եւ մատչելի տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից։ Նա նաև նշեց, որ Եվրախորհուրդը փորձել է արագ հարմարեցնել ծրագրերը, շեշտը դնելով փախստականներին օգնություն տրամադրելու վրա։ Մենք ոչ միայն ժապավեն ենք կտրում, որը խորհրդանշական եւ կարեւոր է, այլև արդեն ունենք այն հնարավորությունը, որ լսենք ձեր կարծիքները, թե ինչպես է կենտրոնը գործնականում աշխատել, ինչ ազդեցություն է ունեցել փախստականների ու քաղաքացիների կյանքում, երբ նրանց տրամադրել եք որևէ տեղեկություն։ Հուսով եմ, որ այդ զանգերի կենտրոնը շարունակական եւ տևական դրական ազդեցություն կունենա ձեր աշխատանքի վրա, նպաստելով տեղեկատվական ծառայությունների մատուցմանը։ Ծրագրերի նպատակների մասին խոսելիս նշվեց, որ այն նախատեսում է Հայաստանի իշխանություններին տրամադրել համապատասխան աջակցություն տեղահանված անձանց ու փախստականների կարիքները հոգալու համար։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։